Հիմա հարկերը վճարելու հետ կապված ես ուզում եմ երկու իրադրություն ներկայացնեմ։ Մեկը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, COVID-ի շրջանում էր, երբ որ մենք աջակցության ծրագրեր էինք անում եւ ասում ենք դե ոնց ինչ չափարոշիչներ ունենանք եւ այլն, եթե չեմ սխալվում, մենք ծրագրեր ունեինք, երբ որ նախորդող շրջանում վճարած հարկերի չափով մենք վերադարձներ էինք իրականացնում եւ այդ ժամանակ նաեւ շատ մարդիկ կային, ասում էին, որ ոնց մենք իրականում ավելի շատ ենք տուժել կամ եւ այլն, երկրորդն էլ Լոռու եւ Տավուշի մարզի ջրհեղեղների ժամանակ, երբ որ խանութներ կամ տնտեսվարողները վնաս էին ստացել, ասում են մենք այսքան ապրանք ա եղել մեջը տարել է, ասում ենք բա ուր է այդ ապրանքը մեր փաստաթղթերով չի երևում, եթե չի երևում այդ ապրանքը փաստաթղթերով, ուրեմն պետության տեսակետից այդ ապրանքը չկա, եւ նախորդող սա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ իհարկե Աստված չանի, որ խնդիր լինի, բայց դե հիմա կարա տարբեր իրադրություններ լինեն, այո, կարա ուղղակի աջակցության ծրագրեր լինեն եւ նախորդող շրջանում վճարած հարկը միշտ շատ ճշգրիտ գործոնա գնահատելու համար որևէ ընկերության եւ նրան հնարավոր աջակցության կամ նրա նկատմամբ քաղաքականություն վարելու այդ մոտեցումը։ Իմիջիայլոց, այս տրամաբանության մեջ շատ կարևոր է նաև համընդհանուր հայտարարագրման համակարգը, որովհետև համընդհանուր հայտարարագրման համակարգը պետք է նաև մեր սոցիալական քաղաքականությունները ավելի հասցեական դառնա, որպեսզի մենք սոցիալական աջակցությունները ուղղենք նրանց, ովքեր օբյեկտիվորեն դրա կարիքը ունեն եւ ընդհակառակը հետ քաշենք այն տեղերից, որտեղ դրա կարիքը օբյեկտիվորեն չկա։ Հետևաբար հիմա հարկերի թեմայով որ մենք խոսենք, այդ իսկապես պետության կարևորագույն հենասյուներից մեկն է, որը ցավոք մեր իրականության մեջ միշտ չի, որ ինքը պատշաճ ճանաչման եւ գնահատականի արժանանում է եւ հիմնականում բանա դեմոնիզացված է եւ ինձ շատ հետաքրքրել այդ թեման եւ իրական Հայաստանի գաղափարախոսության մասին իմ բանախոսություններում ես դրան անդրադառնում եմ, որովհետեւ մեր բաների մեջ, մեր պատմության մեջ, օրինակ որ մեր պատմությունը կարդակ, այնտեղ սարսափելի տեսարաններ են նկարագրած հարկեր հավաքելու մասին, թե ինչպես են մեզ հայտնի կայսրությունները, որի կազմում մենք եղել ենք, բան արել էլի, հարկեր հավաքել եւ այդ պատմական տպավորության տակ ենք մենք հարկ ասելով, մենք հարկ ասելով այդ բանի մեջ ենք, գզիրն ընկավ դռնեդուր, էլ չթողեց տուն կտուր եւ այլն եւ այլն եւ այսինքն այս տրամաբանությունն է ու մենք պետք է առերեսվենք սրա հետ, որովհետեւ ուրիշ բացատրություն չկա, մենք պետք է առերեսվենք սրա հետ, բարձրաձայնենք, որովհետեւ մեր պատմության հատորյակների, ասենք, շատ ծավալուն էջերեն էր, թե ինչպիսի բանի հարկային հարստահարման են ենթարկվում պարսկական կայսրության կողմից, մոնղոլ-թաթարական բանի կողմից, օսմանյան կայսրության կողմից, ռուսական կայսրության կողմից եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այդ հարկի ու իմ ընկալումը եւ համոզմունքներն է, որ պետության եւ հարկի նկատմամբ մեր վերաբերմունքը այս պատմական բանի հիշողության արտահայտությունն է։ Մենք չենք ֆիքսել, որ այս պետությունը այլևս մերն է, մեր պետությունը մեզ համար է, այդ հարկը հավաքում, որ մենք ճանապարհ ունենանք, դպրոց ունենանք, մանկապարտեզ ունենանք, առողջության ապահովագրություն ունենանք, թոշակ ունենանք, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ունենանք, անվտանգություն ունենանք եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ այս սոցիալ հոգեբանական շերտերին մենք անպայման պետք է անդրադառնանք եւ բարձրաձայնենք։ Հարկը մեր բոլորիս բարեկեցությունն է, բոլորի, առանց բացառության բոլորի, ամենահարուստից սկսած, ամենաաղքատից վերջացրած, որովհետև ընդ որում նույն ձևի մարդը կարա Bentley ունենա եւ Rolls Royce ունենա, բայց մեկը ինչքան էլ հարուստ լինես, չես կարա քեզ համար Երևան, Սևան առանձին կամ Երևան Բագրատաշեն առանձին մայրուղի, չկա տենց մարդ։ Մի անգամ բանի խորհրդակցություն հանդիպում էր, էլի ներկաներից մեկը
խոսած սենց ասեց հարուստներին էս անենք նկատի ունի որ հարուստներ ասի մի րոպե Հայաստանի Հանրապետությունում ամենահարուստները ասի Հայաստանի Հանրապետությունում ամենահարուստը Հայաստանի Հանրապետությունն է ճիշտ ասած այնտեղ ուրիշ ձև եմ ասել այստեղ չեմ կրկնի թե ոնց եմ ասել որովհետև բաների տեղիք կտա բայց իմաստը է դա չկա տենց ով հարուստ են դե հարուստ են թող իրանց համար բան անեն օդանավակայան կառուցեն հանրային Հայաստանի Հանրապետության օդանավականներից թող չօգտվեն հարուստ են դե թող ամեն մեկ իրանց համար օդանավակայան կառուցեն ամեն մեկը Երևանում իրանց համար այլընտրանքային ճանապարհ կառուցեն ամեն մեկը իրանց ուր են գնում Ծաղկաձոր են գնում ուր են գնում հարուստները չգիտեմ ուր որ գնում են կարճ ասած դեպի հանրապետությունից իրանց տնից միջև օդանավական թող կառուցեն ճանապարհ հա սրանից հետո պետք է ասել ով ասում է հարուստ եմ տենց ուժեղ եմ հարուստ եմ ասում դե կառուցի քեզ համար ճանապարհ օդանավական կառուցի ճանապարհ կառուցի ուր գնում ես միայն քո կառուցած ճանապարհով Էլ չեմ ասում, եթե ես չընդունեմ, եթե պետությունը այդ ճանապարհները չկառուցի, բանն է մնալու, այդ ձեր Բենթլիներից հետևի ստոպ ֆարն է մնալու, ուրիշ ոչ մի բան չի մնալու։ Նույնն է վերաբերվում ամեն աղքատներին, բա որ հարկ չվճարի սոցիալական բան կա, ապահովություն կա, վերջը նպաստ կա, առողջության նվազագույն կա, վերջը եւ այլն, բա որտեղից վճարենք ժողովուրդ ջան, որտեղից վճարենք։ Եվ հետևաբար պետք է հասկանանք, էս է համակեցությունը, այ ամենահարուստը եւ ամենաաղքատը էս կապով են կապված երկրում հարկային համակարգ կա եւ հարկային համակարգի ծախսման մեխանիզմ կա թե չէ երկու ամենահարուստի էլ ամենաաղքատի բարեկեցությունը կա այս հարուստը ինչ ասես իր վրա կարա ծախսի բայց ինքը չի կարա բարեկեցիկ կյանքով ապրի եթե պետությունը իր գործառույթները բյուջետային ծախսերի միջոցով չիրականացվի եւ սա պարզ գիտակցում է որը մենք պետքա կարողանանք հնարավորինս լայնորեն տարածել մարդկանց մեջ համեցեք